Պսիխոաստենիա հունարենից թարգմանաբար նշանակում է հոգեպես թույլ։ Էմոտիվներին կարևոր է ոչ թե մարդու արտաքին տեսքը, այլ ներաշխարհը կամ հոգին։ Այս հոգետիպի հոգելինգվիստիկայի առանձնահատկությունը այն չէ, թե ինչ է ասում, այլ այն է, թե ինչպես է ասում։ Որ էմոտիվները բնավորությամբ խոցելի են, ամաչկոտ, համեստ, ինքնուրույն և շատ բաներում հանելուկային։ Ողջույն։ Ես շարունակում եմ խոսել հոգետիպերից և ինչպես նշեցի նախորդ տեսանյութում, նրանք շատ կարևոր են մեր կյանքում։ Եվ այսօր ես խոսելու եմ շատ հետաքրքիր և յուրահատուկ հոգետիպի մասին։ Էմոտիվ կամ հոգատար հոգետիպ։ Էմոտիվը հանդիսանում է ամենայուրահատուկ հոգետիպերից մեկը կամ պսիխոաստենիկ, ինչպես նրան անվանում են հոգեբույժները։ Շատ զարմանալի մարդիկ են, ում համար կարևոր է հումանիզմը և էմոցիոնալությունը։ Էմոտիվը հանդիսանում է ամենաէմոցիոնալ հոգետիպը, որը շատ լավ ընկալում և հասկանում է շրջակայի էմոցիաները և արձագանքում է դրա հայտնվելուն։ Էմոտիվների հիմքում ընկած է ուժեղ, շարժուն և հավասարակշիռ ներվային համակարգ, ինչպես նաև էմոտիվների մոտ առկա է ուղեղի կիսագնդի կեղևի յուրահատուկ ֆունկցիոնալություն։ Էմոտիվների հիմքում ընկած է տենդենց կամ վարկային ստերեոտիպ, որը մենք անվանում ենք վերաարտադրում, այսինքն մոտենալ օբյեկտին և պահպանել այն, իսկ էմոտիվի բազային էմոցիան դա ուրախությունն է և հանգստությունը։ Սակայն էմոտիվի ուրախությունը կտրուկ տարբերվում է հիստերոիդի կամ հիպերթիմի ուրախությունից։ Եթե հիշենք, հիստերոիդի ուրախությունը սենսորային էր, այսինքն կապ ուներ նրա զգայական օրգանների հետ, իսկ հիպերթիմի ուրախությունը ուղղված էր այլ մարդկանց վրա։ Էմոտիվների ուրախությունը կամ հանգստությունը կապված է նրա բազային վարկի հետ, այսինքն վերագնահատել մարդու վարքը պոզիտիվ կողմով։ Յակ Պանկսեպը նկարագրել և անվանել է այս էմոցիան հոգատարություն մտերիմների մասին և նրանց մասին, ով շրջապատում է էմոտիվին։ Սա հնագույն վարկային ստերեոտիպ է, որը թույլ է տալիս էմոտիվին գոյատևել և այսպես ասած պահպանվել էվոլյուցիոն շղթայում։ Բազային էմոցիան դա հոգատարությունն է, շատ հնագույն մեխանիզմ է, որը առկա է շատ կաթնասունների մոտ, որոնք փորձում են պահպանել և մեծացնել իրենց սերունդը։ Հոգատարությունը հանգում է նրան, որ տարբեր իրավիճակներում այն հայտնվում է իր բազային տեսքով հանգստությամբ։ Պսիխոաստենիա հունարենից թարգմանաբար նշանակում է հոգեպես թույլ։ Էմոտիվին բնորոշ է ահազանգ քիչ շարժողությամբ, կասկած և ռեգրեսիա, վերլուծողականություն, դեպերսոնալիզացիա, իրատեսական աշխարհայացք, որը թույլ է տալիս էմոտիվին գոյատևել, ինչպես նաև գունաթափված կայունություն։ Եկեք հասկանանք այս անհասկանալի տերմինները առանձին, քանի որ հենց սրանք են կազմում էմոտիվի բնավորության կորիզի կողմերը։ Էմոտիվը իր ուղեղի հատուկ ֆունկցիոնալությունից աշխարհը տեսնում է այլ կերպ։ Բարձր մակարդակի ահազանգից նա մշտապես չափազանցնում է վտանգը, և նրա մոտ հիմնականում կասկած ահազանգ է։ Իհարկե, էմոտիվը բացի ահազանգից զգում է ուրախություն և այլ պոզիտիվ էմոցիաներ, ուղղակի ահազանգը իր ձեռքն է վերցնում կառավարումը։ Եվ դա էմոտիվի համար ևս կարևոր է և անհրաժեշտ, քանի որ եթե չվնասազերծել վտանգը, ապա ուրախությունը ևս կանհետանա։ Կարելի է ասել, որ ահազանգը գտնվում է էմոտիվի անգիտակցության մեջ։ Ինչ է կասկածը, դա տենդենսների միջև հանդիպումն է հանգամանքների կամ կոնտեքստի սահմաններում։ Եթե էմոտիվը կասկածում է ինչ-որ իրավիճակում, ապա նա վստահ չէ ոչ լավ, ոչ վատ կողմով։ Եթե նրան անորոշության մեջ թվում է, որ կա վտանգ, ապա նա անցնում է վերլուծության, և դադարեցնել այդ պրոցեսը անհնար է։ Կարելի է ասել, որ էմոտիվը ապրում է անգիտակցությամբ, հատկապես երբ խոսքը գնում է կարևոր իրադարձության կամ կարևոր մարդու մասին։ Եվ էմոտիվը իր խորը մտքերում գտնում է ինչ-որ պատասխան, որը մշտապես կապված է բարձր մակարդակի բարոյականության նորմերի հետ։ Ամփոփելով էմոտիվի այսպես ասած կյանքի բանաձևը հետևյալն է. էմոտիվը անվերջ որոնում է անորոշություն, որպեսզի այն դարձնի պարզ և հստակ հոգևոր ուրախություն։ Եվ էմոտիվը շատ հազվադեպ է մտածում ինչ-որ առօրյա տխրությունների մասին։ Նա կարող է շատ բաների վրա աչք փակել, քանի որ նրա հիմնական նպատակը կապված է բարոյական և էթիկական նորմերին։ Էմոտիվի մտքում մշտապես պտտվում են հասկացություններ, ինչպիսիք են պարտք, կյանքի իմաստ, դավաճանություն, ամոթ, միջանձնյա շփման բարելավում, բարոյականություն և այդպես շարունակ։
ընդ որում էմոտիվը միշտ ներգրաված է իրական խնդիրների մեջ, այլ ոչ միստիկական կամ փիլիսոփայական, ինչպես դա շիզոիդների մոտ էր։ Էմոտիվը իր պարփակվածությունից, մշտապես վերլուծությունից և ներքին ապրումներից չի կարող կայծակնային արագությամբ արձագանքել իրավիճակին, ինչպես նաև նրանց դժվար է տրվում որոշում և ընտրություն կայացնելը, և տարիքի հետ այս տենդենսը ավելի է ամրանում և ուժեղանում։ Հաջորդ բնավորության գիծը, որը բնորոշում է էմոտիվին, դա դիտարկումն է։ Դիտարկելը կարելի է ասել հանդիսանում է էմոտիվի վարքի հիմքը։ Էմոտիվը կարող է չխոսել, բայց նա մշտապես զննում և վերլուծում է ամեն բան։ Նրա համար կարևոր է, արդյոք ամեն ինչ նորմալ է, արդյոք ամեն ինչ հարմոնիկ է և գեղեցիկ, և արդյոք կատարվող իրադարձությունը համապատասխանում է բարոյական նորմերին։ Երբ էմոտիվը ուսումնասիրում է մարդկանց, նրա համար կարևոր է հասկանալ, արդյոք ամեն ինչ ճիշտ է, և որն է տվյալ մարդու մոտիվացիան, ինչպես նաև էմոտիվը կարող է իր սեփական ապրումները դիտարկել կողքից։ Ձախողումների ժամանակ էմոտիվը չի կարող ընկալել իրեն և մտածել իր մասին նեյտրալ կամ լավ տեսքով։ Նա, այսպես ասած, զբաղվում է ինքնատանջանքով։ Ձախողումները արտացնում են էմոտիվի մեջ անլիարժեքության զգացում, որի հետ նա չի կարող հաշտվել, և նա անցնում է ինքնավերլուծության՝ պարփակվելով իր մեջ։ Այդ ամենը էմոտիվին դուր չի գալիս, քանի որ դա ազդում է իր ինքնագնահատականի վրա, բայց էմոտիվը այլ կերպ ապրել չի կարող։ Հաջորդ բնավորության գիծը, որը բնորոշում է էմոտիվին և նեյրոֆիզիոլոգները անվանում են դա կենդանական կեսի թուլություն։ Բանն այն է, որ էմոտիվի մտածող պրոցեսները ավելի ակտիվ են, քան զգայական օրգանների աշխատանքը, և հենց դա ենք անվանում գունաթափված զգայունություն, իսկ Իվան Պավլովը այս մեխանիզմը անվանել է երկրորդական սիգնալի ֆենոմեն։ Այլ խոսքերով կարելի է ասել, որ ժամանակի մեծ մասում էմոտիվը գտնվում է մտքերում, վերլուծության և ինքնավերլուծության մեջ, ինչպես նաև էմոտիվին բնորոշ է ռեգրեսիան։ Ինչ է դա։ Էմոտիվի մոտ արտահայտված չէ առօրյա ուրախությունը։ Նա դժվար է ընկալում ֆիզիկական ուրախությունը, դժվար է հիշում, թե օրինակ ինչ է հագել իր զրուցակիցը և ինչ տեսք ուներ, բայց նա շատ պարզ և հստակ հիշում է, թե ինչ էմոցիոնալ վիճակում էր իր զրուցակիցը, հիշում է ընդհանուր շփման երանգը և հաշվարկում և ընկալում է իր զրուցակցի թաքնված տրամադրությունը։ Ստրեսի ժամանակ էմոտիվը կարողանում է անջատել իր էմոցիաները, բայց նրա միտքը մնում է պարզ և հստակ, որը մենք անվանում ենք դեպերսոնալիզացիա։ Հենց դեպերսոնալիզացիայից է, որ էմոտիվը դժվար և բարդ իրավիճակներում կարող է սխրանքներ գործել և ունակ է գնալ զոհաբերության։ Էմոտիվներին կարևոր է ոչ թե մարդու արտաքին տեսքը, այլ ներաշխարհը կամ հոգին։ Էմոտիվի մտածելակերպի հիմնական ստրատեգիան հանդիսանում է չափանիշների հիերարխիան։ Էմոտիվը շատ հեշտությամբ կարող է, այսպես ասած, մտնել ուրիշ մարդու կաշվի մեջ, որպեսզի հասկանա նրան, ինչպես նաև էմոտիվը շատ մեծ ուշադրություն է դարձնում դետալներին։ Այս հոգետիպի հոգելինգվիստիկայի առանձնահատկությունը այն չէ, թե ինչ է ասում, այլ այն է, թե ինչպես է ասում։ Որպես կանոն էմոտիվի խոսքը սահուն է և ոչ բարձր, իսկ ձայնում նկատվում է, այսպես ասած, մեղեդիի երանգ։ Կան շատ պոզիտիվ բառեր նրա խոսքերում, իսկ նեգատիվ երանգավորված բառերը էմոտիվը փոխարինում է պոզիտիվ երանգավորված բառերով։ Ինչպես նաև նրա խոսքում շատ են նուրբ խոսքեր, ինչպիսիք են. կներեք, խնդրեմ, կներեք, ինչ չեք հուշի, ինչ չեք ասի, և այդպես շարունակ։ Ինչպես նաև էմոտիվների խոսքում զգացվում է առոգանություն և բնությունից տրված գրագիտություն կամ վառ արտահայտված մշակույթ։ Էմոտիվները, հետևելով բարոյականության նորմերին, շատ կրկասեր են և որպես կանոն դասական գրականության սիրահարներ են։ Բայց հիմնականում էմոտիվը փորձում է լուռ մնալ և դրանով իսկ տարբերվում է մնացած հոգետիպերից։ Միմիկա և պանտոմիմիկա։ Էմոտիվները օգտագործում են սահուն և շրջանաձև ժեստեր և լիովին բացակայում են կտրուկ շարժումները։ Էմոտիվների ժեստերը շատ նման են չինական բառերի, որոնք անցում են կատարում մեկից մյուսը։ Իհարկե կարող է լինել ինչ-որ անսահմանություն, բայց դա նրանից է, որ էմոտիվը չի ցանկանում խանգարել ինչ-որ մեկին։ Զգալ իր սեփական մարմինը ստիպում է էմոտիվին կատարել ոչ տապողական և հարմոնիկ շարժումներ։ Որպես կանոն էմոտիվները փորձում են չզբաղեցնել շատ տարածք, իսկ նրանց քայլվածքը սահուն է, հարմոնիկ և բնական։ Էմոտիվների մոտ միշտ ուրախ, հաճելի և պոզիտիվ դեմքի արտահայտություն է, հոգատարության էմոցիա, ինչպես մուլտֆիլմի հերոս Լեոպոլդի մոտ։ Միմիկան էմոտիվների որպես կանոն քիչ շարժուն է,
Եվ տխրությունը, անկեղծությունը, բնականությունը այն հիմնական գծերն են, որը ցուցադրում է էմոտիվը։ Բնական է, որ էմոտիվի դեմքը ակտիվ չէ, ինչպես օրինակ հիստերոիդի մոտ, եւ էմոցիաները փոխվում են դեմքի վրա, սահուն եւ շատ հարմոնիկ։ Էմոտիվների արտաքինը այդքան շատ վառ արտահայտված չէ, բայց կարելի է անվանել նրանց արտաքինը էսթետիկ եւ հարմոնիկ։ Հագուստում էմոտիվները խուսափում են վառ եւ կոնտրաստ երանգներից, ինչպես նաեւ ուղիղ եւ սուր գծերից, որը օրինակ բնորոշ է պարանոյալ կամ էպիլեպտոիդ հոգետիպերին։ Հիմնականում էմոտիվները նախընտրում են տրիկոտաժե հագուստ, ինչպես նաեւ կարելի է նկատել էթնիկ դետալներ եւ աքսեսուարներ հագուստի վրա։ Շատ էմոտիվներ զբաղվում են յոգայով եւ ուսումնասիրում են հնդկական մշակույթը։ Էմոտիվների շուրջ բոլորը կարելի է անվանել մեկ խոսքով հարմոնիկ։ Իր բնակարանում կամ սենյակում շատ են նկարներ իր մտերիմների հետ կապված, որը անբաժանելի մասնիկ է էմոտիվի համար, ինչպես նաև առկա են առարկաներ մշակույթի կամ կրոնի հետ կապված։ Էմոտիվները բավական մաքրասեր են, բայց ոչ իդեալական։ Հնարավոր է, որ էմոտիվը ցանկանում է կարգուկանոն հաստատել իր շուրջ բոլորը էպիլեպտոիդի նման, բայց էմոտիվին չի բավարարում էներգիա, եւ նա ավարտին չի հասցնում գործը։ Էմոտիվները բնավորությամբ խոցելի են, ամաչկոտ, համեստ, ինքնուրույն եւ շատ բաներում հանելուկային։ Գործնական միջավայրում շրջական դիտարկում է էմոտիվին որպես փակ, լուռ, ամաչկոտ եւ շատ լուրջ մարդու։ Սակայն էմոտիվին միշտ անհրաժեշտ է ստեղծել ամուր եւ խորը կապեր շրջակայի հետ։ Հիշենք, որ էմոտիվի բնավորության ամենակարևոր գիծը եւ նրա բազային էմոցիան դա հոգատարությունն է։ Հետևաբար նա կփորձի օգնել բոլորին։ Ինչպես նաև էմոտիվին բնորոշ են խորաթափանցելիությունը եւ հեռատեսությունը։ Նա շատ լավ կանխատեսում է իրավիճակը, լավ հասկանում է իրադարձության զարգացումը եւ այդ ամենը նրան ապահովում է լինել թաքնված լիդեր աշխատակազմի մեջ։ Էմոտիվները փորձում են խուսափել ձախողումները իրենց ուժերի սահմաններում, իսկ ստրեսակայունությունը բավական ցածր է նրանց մոտ։ Նրանց իրատեսական աշխարհայացքը տալիս է էմոտիվին բնավորության գծեր, ինչպիսիք են թերահավատություն եւ անվստահություն։ Էմոտիվները սիրում են սովորել եւ հիմնականում զբաղված են ինքնակրթությամբ։ Նրանք շատ լավ եւ ջանասիրաբար աշխատում են կոլեկտիվում եւ փորձում են ճնշում չգործադրել շրջակայի վրա, իսկ նրանք տանել չեն կարողանում հրամայական տոնը։ Ընկերական եւ միջանձնյա շփման մեջ էմոտիվը փորձում է ուշադրություն չգրավել։ Նա հաճախ զբաղված է եւ կենտրոնացած է իր ներքին չափանիշների, ապրումների եւ մտքերի վրա։ Շրջական դժվար է հասկանում այս մարդկանց, քանի որ նա ուժգին էմոցիաները անջատում է զսպվածությամբ։ Հետևաբար շատ մարդիկ ընկալում եւ դիտարկում են էմոտիվին որպես սառը եւ անտարբեր մարդու։ Էմոտիվը չի կարող պատմել իր հետ կատարվածը դետալներով, եւ նա հակված է տանջվել իր մտքերում, օրինակ, արդյոք անջատել է արտուկը, թե ոչ։ Էմոտիվը միշտ զարմանում է, թե ինչպես են մարդիկ այդքան շատ ժամանակ ծախսում սպորտի, ուտելիքի, խմիչքի կամ այլ զբաղմունքների վրա, այլ ոչ թե բարոյական բարձր արժեքների։ Էմոտիվը, այսպես ասած, արտարության համար կռվող է եւ համարում է մարդու ամենակարևոր գծերը հոգատարությունը եւ բարոյականությունը։ Նա բավական ընկերասեր եւ բարի մարդ է եւ սիրում է հարթել ցանկացած կոնֆլիկտ։ Էմոտիվը կարող է լսել այլ մարդու կարծիք, հետևել ինչ-որ հեղինակավոր կամ իշխանավոր մարդու, բայց նա կենթարկվի այն մարդուն, ով կարող է առաջարկել նրան բարձր բարոյական իդեալներ։ Էմոտիվը սերը դիտարկում է որպես անկեղծ եւ շատ նուրբ զգացմունքի, եւ այն երանգավորված է իրական եւ անկեղծ ռոմանտիզմով, որը կտրուկ տարբերվում է հիստերոիդի ռոմանտիզմից, քանի որ էմոտիվի ռոմանտիզմում առկա է զոհաբերություն, նրբություն եւ զգայունություն։ Հենց էմոտիվն է, որ կարող է զգալ սերը իր ամբողջ խորը տեսքով։ Խառնվածքով էմոտիվները հիմնականում մելանխոլիկ են եւ երասկոտ։ Կարգապահությունը եւ հավատարմությունը էմոտիվների մոտ անկիդակից մակարդակում է, իսկ նրանք չեն կարողանում ներել անարտարությունը եւ դավաճանությունը, սակայն շատ այլ հարցերում նրանք կարող են լինել զիջող եւ համբերատար։ Պրոֆեսիոնալ գործունեության մեջ էմոտիվը ընտրում է հումանիտար գործունեությունը, նախընտրելով դեմ դիմաց փոխհարաբերությունները։ Էմոտիվները, այսպես ասած, պոետիկ բնույթի մարդիկ են, հետեև ունեն շատ ճարտար լեզու, եւ հետեւաբար նրանք կարող են լինել լավ լրագրողներ, բանաստեղծներ, գրողներ, հոգեբաններ, ինչպես նաեւ դաստիարակներ։ Վերակառուցվել եւ դեզադապտացիա։
Վերակառուցվելու համար անհրաժեշտ է ցուցադրել բարձր արժեքներ, ինչպես նաև նուրբ և հարգալից վարք։ Դեզադապտացնելու համար էմոտիվի մոտ պետք է ուղարկել էպիլեպտոիդ հոգետիպի մարդու, կամ պահել մեզ ինչպես էպիլեպտոիդ, այսինքն խոսել կոպիտ և քննադատել։ Դա արագ հունից դուրս է հանում էմոտիվին և նա կցուցադրի իր թաքնված էմոցիաները։ Խոսել ցածր, առօրյա տհաճ թեմաներից, այդ ամենը ճնշում է էմոտիվին, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը, դատարների բացակայությունը, արագ աշխատանքի տեմպը, մտածելու հնարավորություն չունենալը, այս ամենը արտացնում են էմոտիվի մոտ նեգատիվ էմոցիաներ։ Որպես կանոն էմոտիվները շատ հազվադեպ են գնում հանցագործության, նրանք հանցանք են կատարում հանուն ինչ-որ կարևոր արժեքների կամ ինչ-որ կարևոր մարդու։ Էմոտիվի ստի մոդելներն են ժխտումը և նեյտրալիզացիան։ Նա փորձում է չխոսել և չպատասխանել հարցերին, ինչպես նաև ինքնամեղադրանք։ Քանի որ արդեն սուտը էմոտիվի համար մեծ սթրես է, նա չի պատրաստում իր սուտը և չի հորինում պատմություններ։ Բայց այնուամենայնիվ, եթե էմոտիվը ստում է կամ թաքցնում է ինչ-որ ինֆորմացիա, ապա նա կզգա մեղքի զգացում։ Նա ամաչում է այն, ինչ կատարել է, հետևաբար նա չի կարող երկար դիմադրել հարցաքննությանը։ Էմոտիվներից կարելի է խոստովանություն ստանալ առաջարկելով նրան բարձր բարոյական մոտիվներ և արժեքներ, քանի որ նյութական արժեքները և տրամաբանական եզրակացությունները չեն ազդում նրա վրա։ Այս ամենը էմոտիվ հոգետիպի մասին շատ յուրահատուկ, շատ հետաքրքիր առանձնահատկություններով հոգետիպ է և հուսամ դուք կարողանաք շատ հեշտությամբ վերլուծել և պարզել, թե ով է ձեր շրջապատի էմոտիվը։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, բաժանորդագրվեք ալիքին, քանի որ առաջիկայում մենք կխոսենք մնացած հոգետիպերից ևս։ Մինչ նոր հանդիպում։